Շարունակվում է առավոտ լույսով weekend-ը սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է ներկայացնելու մեր այսօրվա հաջորդ հյուրին եւ այսպես մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ Մեհեր Մեսրոպյանը, նույն ինքը Մեհեր Արմենյան, ողջույն։ Բարի լույս։ Բարի լույս, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Մենք էլ ենք լավ։ Ընտիր։ Այ մեզ հետաքրքիր է ինչպես է սկսվում ձեր հանգստյան օրերը։ Եթե լինում են։ Եթե լինում են, այո, շատ ճիշտ նկատեցիք։ Հանգստյան օրերը սկսվում են այնպես, որ ես արթնանում եմ առավոտյան, դե բնականաբար սուրճ, բնականաբար լինում է այնպես, որ անգամ այդ հանգստյան օրերի ժամանակ լինում են գործեր։ Համարում եմ իմ հանգստյան օրը այն օրը, երբ որ ես օրինակ տանից դուրս չեմ գալիս եւ տունն եմ, սակայն հեռախոսազանգերը աշխատանքը շարունակվում են։ Այս դեպքում անդադար է աշխատանքը, քանի որ զանգերը անբաժան են մեր առօրյայից, բայց երբ լինում է ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, ինչպես եք պլանավորում եւ արդյոք փոխվել է առավոտյան այդ մեկ բաժակ սուրճը կամ այլ ինչ-որ ժամանցային տարբերակներ, որ ունեցել եք երեխայի ծնունդից հետո այս տարիների ընթացքում։ Միանշանակ երեխայի ծնունդը փոխեց ընդհանրապես օրակարգը, ընթացակարգը, մեր առօրյան, յուրաքանչյուրիս, դե բնականաբար, երբ որ երեխաս փոքր էր, այդ ժամանակ մի այլ գրաֆիկ էր, հա, բայց որ արդեն մեծացավ, մանկապարտեզ, դպրոց, փոխվեց ամեն ինչ։ Ինձ թվում է ամեն տարիքին ինչքան ինքը մեծանում է, սակայն մենք չենք նկատում ոնց է այդպես շուտ մեծանում, բայց փոխվում է մեր ամեն ինչը, հա, շարժը, մեր հանգիստը, աշխատանքը եւ այլն եւ այլն։ Բայց հաճելին այն է, որ երեխայից հետո միշտ են ասում, երբ որ դեռ չունե երեխա, ընկերներս ասում են հենց երեխա ունեցար, լրիվ կյանքդ փոխվելու է ու իրանք դա տենց դարձավ։ Շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ տենց լավ եւ հետաքրքիր ձևով շարժվել առաջ, գնալ եւ այլն։ Իսկ ինչպիսին է ձեր որդին։ Անդրանիկս սովորում է գերազանց, կինս հայոց լեզվի գրականության դասախոս է, ինքն է զբաղվում այդ պրոցեսներով։ Ես պարզապես արդյունքների մասին եմ, հա, ես հետևում եմ Ովքից նայում եմ, հիանում եմ։ Հիանում եմ, այո, ամեն ինչ լավ է գնում, լավ է ընթանում։ Ինքը շատ հետաքրքիր երեխա է, ինչ առումով, որ ես օրինակ փոքրուց իր հետ միշտ խոսել եմ ոնց որ մեծի հետ։ Ну, это պուսի դրանք եղել են ամենապուճ ժամանակները, բայց արդեն որ սկսել է հասունանալ կամած փոքր, տենց տարիքից ես իր հետ միշտ խոսել եմ շատ լուրջ, մեծի պես, Անդրանիկ չի կարելի սա կամ Անդրանիկ, գիտես, սենց միշտ տենց եմ փորձել դաստիարակել ու տենց էլ շարունակվում է։ Օրինակ ասենք, եթե մենք ես իր հետ բան ունեմ խոսելու, ասում եմ մի հատ խնդրում եմ արի առանձնանանք բան կա հետ խոսելու, ինքը շատ լուրջ է դա ընդունում, որ papan ուզում է ինչ-որ բան խոսա, ինքն էլ ինքը ասելիքներ ունի կամ ինքն է հետո ինձ ասում, papa, ես ուզում եմ հետդ խոսամ, կանանք մենք առանձնանանք ու տենց սկսվում է մեր զրույցը, հետաքրքիր երեխա է, զբաղվում է ֆուտբոլով, սակայն ես ֆուտբոլից вообще ընդհանրապես Այ եթե նա այստեղ լիներ, մենք շատ երկար կխոսեինք իր հետ։ Որովհետեւ Միկանել է ֆուտբոլի սիրահար։ Հա, այո։ Պարադոքսը կայանում է նրանում, որ ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չեմ ունեցել, չեմ սիրել ֆուտբոլ խաղալ, դիտել եմ, բայց ինքը սիրում է ու գնում է ֆուտբոլի, ինչ որ գալիս է բաներ է ինձ պատմում, ֆուտբոլից այնտեղ չգիտեմ, պարտվեցինք, հաղթեցինք, նա պաս չտվեց, սենց ու Այսինքն բարձ է դառնում, որ նախասիրությունները մեծ հաշվով տարբեր են, բայց ինչպիսին է ձեր շփումը, երբ օրինակ ունեք ազատ ժամանակ եւ պետք է համատեղել երկուսից ժամ անցնել։ Շատ անգամ ես իջնում եմ բակ իր հետ եւ մենք ֆուտբոլ ենք խաղում, բայց այն ֆուտբոլը չէ, որը ինքն է ուզում, որովհետեւ ինքը ուզում է, որ ես ինքը ինձ, չգիտեմ, իրանց ասելով, հա, շրջանցի, գորխփի, հետո չգիտեմ, խապս տալ, հետո չգիտեմ, ես ինչեր անել, տենց բառեր է օգտագործում, որ ֆուտբոլում երևի այդ կան տերմինոլոգիա։ Այո։ Ես ասում եմ, արի ես քեզ գնդակը խոփեմ, դու ինձ, հենց բարձելի, հա։ Մի խոսքով շատ անգամ օրինակ դիտում ենք ինչ որ ես իրան ցույց եմ տալիս համերգները համաշխարհային աստղերի ինչու՞ չէ նաև papayi ելույթները
այս վերջերս ծանոթացրեցի իրան Մայքլ Ջեքսոնի ստեղծագործությունների հետ, ահա որ հիացած էր, հետո սկսեց արդեն այդ տնազները անել, հա, նմանակել Մայքլ Ջեքսոնը, հետո իր կյանքը, երեք ինձ ասում է, պապա, այս դու գիտես որ Մայքլ Ջեքսոնը չի մահացել։ Ասեմ, բայց որտեղ սկսել է բացահայտում նրան հետ։ Դու որտեղից գիտես։ Դե ես հարցրեցի Բաքում, չգիտեմ, то есть ինքը գնում է երեխաներին Մայքլ Ջեքսոնից է պատմում, այն մեկը ինչ որ մի բան ասում, ասում, բայց ինձ հետաքրքիր է մեր զրույցները։ Սիրում է լեզուներ սովորել, շատ ընդունակ է, Փարք Տիրոջի ինքը միանգամից վերցնում է, էլի։ Հայերենը դե իդեալական գիտի տիրապետում է, ռուսերենը նույնպես սովորել է արդեն։ Շատ անգամ ասում է ինձ պապարի դու ես քեզ հայերեն հարցեր տամ դու Google-ում գրի օրինակ չինարեն պատասխանները ասես ինչ որ մենք զարգանում ենք մեծանում ենք հա Իսկ հետաքրքիր է ձայնային տվյալներ ունի Ինչ շատերն են հարցնում ասում են դե մեհեր parza չէ որ դու արտիստ մարդ ես երգիչ ես երեխատ պետք է ինչ որ ձև ունի բայց ես իր տարիքում արդեն ընդունակ են սլուխ ունեի ու երգում էի, ստեղծագործում էի։ Իր մեջ ավելի շատ տեսնում եմ դերասանական, հա։ Ունի, մեկ-մեկ ասում եմ, չէ, բալես, որդիս, մի քիչ ֆարշ ես երգում։ Ես իր հետ པարզ եմ, էլի։ Շատ անկեղծ եմ, հա։ Հա, պապա, հիմա մի հատ նորից փորձեմ։ Հա, ու տենց մենք տենց փորձում ենք առաջ գնալ։ Տեսնում եմ իր մեջ կա այդ արտիստիզմը, օրինակ նմանակում է մարդկանց Ես էլ էի տենց փոքր ժամանակ, այսինքն զգում եմ էլի կա դա մեջ։ Հիմա թե ինչ մասնագիտություն կընտրի, դա արդեն կլինի իր որոշումը։ Ժամանակին համընթաց երևի կորոշի որողությամբ գնա, բայց հետաքրքիր է նաև այս դեպքում, քանի որ մենք քիչ առաջ խոսում էինք հայտնիների հայտնի զավակների մասին Հոլիվուդի, ձեր երեխան երբ հասկացավ, որ հայրիկին դրսում ճանաչում է, նա հայտնի է, եւ արդյոք սկզբում նրա համար միանգամից հեշտ եղավ, թե այնուամենայնիվ խոսակցություններ, զրույցներ ունեցել եք ընկերական։ Նա քանի տարեկան էր 5 էր թե արդեն այդ տարիքներ որ իր papan հայտնի մարդ է ինչից նա դե եղել է ելույթներ ես տարել եմ ինձ հետ ինքը տեսել է չէ եւ զալում եւ դահլիճում եւ կուլիսներում բայց ինքը սկսել է դա արդեն ճիշտ օգտագործել օրինակ գնացել է ինչ որ մի իր դասընկերոջ ծնունդին գնացել է ասել է DJ-ին գիտեք իմ papan Մգեր Արմենյանն է DJ-ն ասել է հա վայ ինչ ուրախ ենք իսկ կարաք իմ papaի երգը բարի ծնունդ երգը դնեք կամ Հայաստան երգը դնեք ասել հա ոչ եք դնի ու շատ նորմալ է ինքը դրան վերաբերվում ճիշտ օգտագործում է դա ոչ թե ասենք ուրիշ ձև էլի ավելի չի ամանչում դրանից հակառակը ինքն էլ է սիրում ինձ հետ ես իրան բեմ եմ հրավիրում հետո մի ելույթ ունեի ասում եմ դե Անդրանիկ ջան այնտեղ մի երգ կա որ ես քեզ հրավիրեմ կգաս մի անգամ հրավիրեցի հետո մյուս ելույթին պապա հա դա չմոռանաս ինձ հրավիրես կասես որ ես քո որդին եմ ասենց այսինքն այնուամենայնիվ բեմական այս կյանքը նրան դուր է գալիս հա ինքը չի ամաչում չի խուսափում դրանից կանի չէ երեխաներ որ իսկ ինքը չէ շատ լավ է հա շատ լավ է իհարկե որովհետև ես իր տարիքում ամաչկոտ էի ես ամաչում էի իմ ծնողները երաժիշտ էին ու ես այդ երաժշտական մթնոլորտում եմ մեծացել ինքը չի ամաչում ես փոքրից ամաչում եմ մի քիչ իսկ ինչպեսի հայրիկ եք դուք որքանով եք այո ներգրաված նրա դաստիարակության մեջ Լիովին ներգրաված եմ նրա դաստիարակության մեջ, լիովին մասնակցում եմ այդ process-ներին, խիստ եմ, խիստ Մենք արդեն հասկացանք, 8 տարեկան երեխան երբ որ ասում է ֆարշ ես երգում, բայց այս դեպքում ով է ավելի խիստ, որովհետև ունենալ երգիչ հայրիկ, որի մոտ պետք է երգել, եւ ունենալ դասախոս մայրիկ, որը հետևում է տնայիններին։ Ինձ թվում է մայրիկ ավելի խիստ պետք է լինի։ Շատ ճիշտ նկատեցիք, այո, մայրիկ ավելի խիստ է։ Երկուսս էլ խիստ են, քանի որ երկուսս էլ մանկավարժ են։ Ես էլ եմ մանկավարժ, ինքն էլ է մանկավարժ։ Բայց այս դեպքում մի քիչ պետքա բալանսը պահենք, էլի, որ շատ երեխային այդ կարգի խստության մեջ չլինի։ Ասում են երեխային ինչ պետք է տա ծնողը՝ սեր եւ կրթություն։ Հիմա կրթությունը տալիս ենք, սերներ ենք տալիս։ Նայած որ հարցերում, հա, ասենք դե դասերի պատրաստման սովորել տնային, այդտեղ կինս ինքը շատ խիստ է։ Նայած ասենք ընկերական հարցեր բացատրել ինքը ինձ հետ գալի կիսվում է, հա, ասենք այն դասարանցից սենց արեց կռիվ եմ արել, ասում ինչն է պատճառը, բացատրի, ես իրան եմ բացատրում, գիտես սենց պետք է անել, կամ մյուս անգամ սենց արա։ Մենք միանգամից խոսեցինք ձեր երեխայի մասին, բայց չխոսեցինք ձեր սիրո պատմության մասին։
Ձեր եւ ձեր կնոջ ինչպես է այն սկսվել, ինչ սեր է եւ ուր է գնում։ Մենք ծանոթացել ենք Շարլ Ազնավուրի մշակույթի եւ արվեստի պետական կոլեջում, այն ժամանակ դա պարզապես մշակույթի կոլեջ էր, որտեղ մեր Լուսահոգի Նադեժդա Սարգսյանն էր ղեկավարում կոլեջը, ես այնտեղ խորհրդական էի տնօրենի, կինս աշխատում էր նույն շարունակում այլ այդ հայոց լեզվի գրականության դասախոս, շատ կարճ է եղել մեր շփումը, այսինքն 2 ամիս իրար ճանաչել ենք եւ ամուսնացել ենք։ Հիմա այդպես տենց շարունակվում է։ Ինչպիսին ենք մենք։ Կարծում եմ տարբեր ենք, որովհետև եւ տարիքայինով, եւ մասնագիտությամբ, եւ մթնոլորտով, բայց երևի հենց դա է լրացնում էլի մարդկանց, որ իրանք տարբեր են լինում, դες մինուս որովհետև հետաքրքրությունները, այո։ Բայց շատ հաճախ մասնագիտական տարբերությունը օգուտ է, իսկ տարիքային տարբերությունը երբեմն խանգարող հանգամանք է դառնում։ Դուք ինչպես եք բալանսավորում ընտանիքում, երբ որևէ խնդիր է լինում, գուցե շատ կենցաղային փոքր թվացող խնդիր, ինչպես եք լուծում այդ քննարկումները։ Ամեն ինչ իր հունով է գնում, համաձայն եմ ձեզ հետ, որ կա նաև որ տարիքային տարբերությունը, բայց իհարկե ոչ բոլոր դեպքերում, ոչ բոլոր դեպքերում, բայց եթե ես հենց եմ մտածում, բայց եթե կա ցանկություն զույգերին իրար ճանաչել, ավելի ընկալել, խնայել, պահպանել, ապա այդ սոյուզը, այդ միությունը նա կկայանա եւ կշարունակվի։ Իսկ ինչի համար եք հատկապես, ինչի համար եք շնորհակալ ձեր կնոջը։ Նու առաջինը, որ ընդհանրապես հենց է, չի ասում են կինն է ընտրում տղամարդուն։ Այսինքն վերջի որոշումը կնոջն է, տղամարդը փորձում է ինչ որ քայլը անում, հա, բայց իտոգը այդ վերջնական հան որոշում է կինը։ Նու որ որոշեց եւ որ ունեմ հիանալի զավակ եւ այդ երեխայից դաստիարակչությամբ ինքը ինչ որ ոնց զբաղվում է, ես շատ գոհ եմ։ Տենց ոչ թե հատուկ ենք պլանավորել, հենց տենց էլ սկսվել է։ Օրինակ կինս ինքը շատ արագի մեջ շատ արագ սկսեց Անդրանիկի հետ պարապել խոսակցականը, շատ շուտ լեզուն բացվեց, 1 տարեկանից արդեն խոսում էր, բառերը գիտեր, քայլում էր, սակայն ես էլ եմ 1 տարեկանից քայլել եւ դա էլ է գենետիկայի հարց, այդպես։ Նաև ասում եմ, որ երբ մարդիկ երկար ժամանակ ապրում են միասին, կենցաղ են կիսում, պատմություն են կիսում իրար հետ, սկսում են նմանվել։ Այն բնավորությունը փոփոխվում է։ Ձեր բնավորությունը այս տարիների ընթացքում փոփոխվել է, ինչ որ նոր գծեր հայտնվել են ձեր տեսակի մեջ, որը գուցե հենց ձեր կնոջ շնորհիվ է կամ հակառակը նրա մոտ ձեր տեսակից։ Միանշանակ համաձայն եմ, որովհետև ասում եմ կինը տղամարդը դառնում են իրար հայելի։ Սկսում են իրարից խարակտերի բաներ վերցնել եւ այլն եւ այլն։ Կարծում եմ այո, բայց յուրաքանչյուր մարդ իր տարիքի հետ փոխվում է։ Անկախ նրանից թե ինքը ամուսնության պատճառով է փոխվում, զույգերն են իրար վրա ազդում, թե կյանքի բերումով ինչ որ դժվարություններ կամ հաջողությունների մարդ արարածը փոխվում է։ Եվ նորմալ է, որ նա փոխվում է, հասունանում է, մեծանում է, կարծիք է փոխում, հայացքներ է փոխում, ամեն ինչը նորմալ է։ Չի կարող մարդը տենց մնա ոնց եղել է, չգիտեմ, 16 տարեկանում տենց էլ մնա։ Այո, զույգերի մեջ տենց է, իրարից վերցնում են։ Ես մտածում եմ, որ պետք է այն ինչ որ օրինակ թեկուզ կենցաղը շատ բան է որոշում։ Կենցաղը շատ մեծ ազդեցություն է ունենում թե կայացման, թե հակառակ կողմը, հա։ Զգացմունքները, այն որ սկզբում եղել է այդ հրապուրվածությունը, սերը եւ այլն, դրանք պետք է միշտ զույգերի մեջ հիշողություն ունենան, որովհետեւ դա ոնց որ պահողն է, էլի, որովհեւ կենցաղը կամած սկսում է ասենց մանրից խոշոտել, հա, խոշոտել, դա որ մնա այդ կորիզը, այն ամենասկզբի, ուրեմն լավ կլինի, բայց եթե կենցաղը սկսեց փորձությունների միջով անցնել զույգը, ապա Իսկ եթե լինում են, որնեք չգիտեմ, էլի փոքրիկ ինչ-որ վեճեր կամ չեք հասկանում ինչ-որ մի հարցի շուրջ իրար, ով առաջինը գալիս զիջում։ Այո, ով առաջինը զիջում, ինձ թվում է, որ հենց կինս է զիջում առաջինը։ Շատերին օրինակ թվում է, որ ես տենց շատ թեթև, իրականություն տենց է, ընկերության մեջ աշխատանքի ես սիրում եմ, թեթևություն
ճնշում չեմ սիրում, բայց ընտանիքում շատ խիստ եմ ու շատ բարդ եմ։ Բարդ մարդ եմ։ Այստեղ արդեն կինս փորձում է լայզերկաներ գտնել այդ բաները։ Հա, սակայն ես, եթե ինքս լինեմ մեղավոր ու զգամ, որ մեղավորությունը իմն է այս կամ հարցում, հաստատ կասեմ կներես կամ ներողություն կամ մի ձև փորձեմ սիրտը շահեմ։ Դե դա խոսում է ուժեղ մարդու, ուժեղ տղամարդու բնավորության գծերի մասին։ Իհարկե մենք անդադար կարող ենք զրուցել, որովհետև առավոտ լուսով վիքենդը նաև ընտանեկան է, եւ հանգստյան օրը շատ-շատերը հենց ընտանիքով են մեր հեռուստադիտողներից հետևում, բայց իհարկե չէին կարող նաև չխոսել աշխատանքի մասին, հատկապես կարծես տևական դադար էր գոնե տեսահոլովակների երկերի առումով բնականաբար այլ աշխատանքներ ընթացքի մեջ են եղել, ինչով էր պայմանավորված դադարը, ինչ էր պետք վերալիցքավորվելու համար եւ երբ նորից մենք կունենանք նոր ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր արտիստի կյանքում մեն պաուզաներ ստեղծագործական։ Ինձ մոտ դրանով էր պայմանավորված, որ կարծես թե արդեն այնքան շատ էր աշխատանքը եւ պետք էր այդ դադարը ինքս ինձ համար։ Հիմա ավելի շատ սկսել եմ նորից աշխատել, նորից վերականգնել, որովհետև ինձ համար մշակութային գործունեությունը առաջնային է։ Անկախ քաղաքական, հասարակական գործունեությունից մշակույթը ինձ համար մնում է առաջնային, այն հիմնասյունն է, դա կորիզն է։ Հիմա ավելի շատ պատրաստվում եմ առաջ Աստված, ուզում եմ մենահամերգ 10 տարի առաջ էր իմ մենահամերգս եւ 10 տարի անց ուզում եմ նորից մենահամերգ այսպիսի ձևակերպումով նախ ծննդյանս տարեդարձին եմ ուզում նոյեմբերի 13-ին համալիրի փոքր դահլիճն եմ ուզում մեծը չէ փոքրն եմ ուզում եւ ասենց 45 տարեկան եւ 25 տարի բեմում այսպիսի ձևակերպում եմ Սիմվոլիկ են թվերը Կսպասվի նոր երգեր երևի թե չէ Այո, կլինեն նոր երգեր, կան նոր երգեր, որոնց որ աշխատում ենք եւ հույսով եմ, որ այդ ամենը կստացվի հիմա ոնց ասած դրա կամած նախապատրաստումներն ենք տեսնում, տեսնենք ոնց կստացվի, որովհետեւ մենահամերգը ինքը մեծ պատասխանատու աշխատանք է։ ու թիմային աշխատանք։ Այո, իսկ կան արդեն մտքեր թե երևի թե դուետ տարբերակով լինելու են, թե մտածում եք այդ հարցի շուրջ։ Չէ, այս անգամ ուզում եմ լինի այն երգերը, որոնք որ հանրության կողմից ճանաչված սիրված են, եթե դուետ լինի, այդ օրը մենակ կլինի քույրիկիս հետ Ռոզայի հետ մեր դուետը Հարազատ հոգի հայտնի, որը սիրված է։ Նշեցիք 10 տարի առաջ մենահամերգ եւ յուրաքանչյուր հաջորդ օր է մեր իրականության մեջ նորագույն տեխնոլոգիաներ իրենց մեծ դերն ունեն, բան է փոխվում ու շատ նոր անուններ եկան ու գնացին այս տարիների ընթացքում մնացին սիրված անունները, բայց այսօրվա հանդիսատեսը ինչ է ակնկալում լսել արտիստից ըստ ձեզ։ Հանդիսատեսը միշտ ակնկալում է արտիստից լսել անկեղծություն, անկեղծ լինել, կապ չունի որ արտիստն է, որովհետև նորմալ է որ նոր արտիստներ են ի հայտ գալիս, նոր անուններ են, դա շատ նորմալ երևույթ է։ Հանդիսատեսը միշտ սպասում է արտիստից անկեղծություն, որովհետև հանդիսատեսին հնարավոր չէ խաբել։ Հանդիսատեսը սպասում է, այո, հանդիսատես կա, որ սպասում է շոու, հանդիսատես սպասում է, որ արտիստը, չգիտեմ, այլ ձևով ներկայացնի իր մենահամերգը կամ ելույթները, բայց ամենակարևորը, որ ինքը սպասում է, միշտ սպասում է անկեղծություն։ Եթե մարմինը չի փշաքաղվում հանդիսատեսի, եթե հանդիսատեսը ոգևորված կամ ինչ որ ձևով բուժված դուրս չի գալիս քո մենահամերգից, ապա աշխատանքը կարծում եմ այդքան էլ արդյունավետ չի լինի։ Արդյոք այն մենահամերգը, որը առաջիկայում սպասվում է, հետագա ճանապարհ արդեն պլանավորվում է մենահամերգի կամ այլ համերգների տեսքով Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև մեզ հետևում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցները, որոնք վստահաբար նաև սպասում են ձեզ։ Շնորհակալ եմ, այո, պլանավորում եմ, դեռ ունեմ որոշակի հրավերներ Հայաստանի ներսում, երբևիցե չեմ ունեցել մենահամերգներ մեր մարզերում, նախ ուզում եմ անպայման մարզերով գնամ։ Հետո այո, կան կազմակերպիչներ, որոնք այսօր զանգահարում են, որպեսզի մենահամերգներով ներկայանամ այլ երկրներում։ Ինչպիսին է նաև այդ հանդիսատեսի հետ շփումը։ Այն տարիներին, երբ որ ես հիշում եմ, մենք
հա, գոլեգաները, արտիստները մեզ ոչ մեկից մոտ չկար, ըստիս չկար նպատակ ուղակի դառնալ հայտնի։ Մենք ուզում ենք մեր երգը, մեր կատարումները, մեր ինչ որ մենք սովորել ենք ներկայացնենք հանրությանը։ Եվ միանշանակ հեռուստաընկերություններ առաջին այդ տեղը հնարավորությունը։ Հանդիսատեսը ելի եմ ասում, ինքը անկախ տարիքից չի փոխվում, ինքը ուզում է միշտ քեզ տեսնի քո անկեղծությունը եւ առավել եւս ես նկատել եմ, որ երգը ունի մեծ ազդեցություն մարդու վրա եւ ինքը այդ տարիներին, որ լսում է այդ քո երգը ու այդ երգի տակ ունեցել է ապրումներ, հիմա անցնում է տարիներ եւ ինքը լսում է այս երգի ժամանակ, չգիտեմ, սիրահարվեցի, այս վերջին զանգ երգդ մհեր քո մեր դպրոցում ավարտեցինք ու սենց կամ Հայաստան երգս արդեն հեսա 17-18 տարի առաջ նովելան անցավ։ Մինչև հիմա լսում են վեճ։ Մինչև հիմա լսում են, շաքաղվում են ու հիշում են այդ երգը, այդ երգի ժամանակ ինչ ապրումներ են ունեցել։ Այսպես հետաքրքիր է կյանքը։ Իսկ ձեր համար ձեր այցեկարտը երգի առումով ո՞րն է։ Հայաստանը, որովհետև այդ երգով ես ձեռք բերեցի հայտնություն, ճանաչվեցի իմ ազգի մեջ, դարձա մգեր Արմենիա ու Հայաստանը միանշանակ այցեքարտս է ու կարծում եմ տենց էլ կմնա։ Հայաստանից հետո եկել է Ռոզայի հետ երգը, քույրիկից, Հարազատ հոգի հետ։ Երգը շատ սիրվեց հանրության կողմից ու ասենք եթե մարդիկ խոսում են օրինակ շատ են ինձ հարցնում մեր ջան այդ Հայաստան դե երգը դա շեդևր է եւ նաեւ քուրիկիդ հետ երգն է շատ լավ է ընթացքում եթե լինում է չգիտեմ Նունե Եսայանի հետ երգը սիրահարվել եմ վերջին զանգ երգը կամ Հավատան կամ ով են կամ այս վերջերս բարի ծնունդ նայած ամեն մեկը բայց առաջինը Հայաստանն է միշտ շեշտ ու ձեր ամենասիրելին է Հայաստանը թե կա երգ որի մասին որ ես կարծում եմ որ հա որովհետեւ բոլոր երգերս են սիրելի որովհետեւ ամեն մի երգ ունի իր պատմություն իր ջանքը աշխատանքը ինքը կապված է ինչ որ իրադարձությունների հետ բայց ես էլ եմ գալիս այն եզրակացության որ Սոտիկի Հայաստանը ինքը ուժեղ երգ է, իր մեջ կա ապրումներ, որովհետև երբ որ ես հիշում եմ այդ երգը ես 2007 թվականին ներկայացրեցի, ես դեռ Մոսկվայում եմ ապրում ու իմ կարոտը դեպի Հայաստան, ու իմ ապրումները Հայաստանս ես այդ ամեն ինչը հենց այնպես չի եղել, էլի դա։ Իրոք ապրված է եղել այդ էմոցիաները։ Այո։ Դա է պատճառը, որ անկեղծության շնորհիվ ոչ միայն հայ հանդիսատեսին լսարանին գրավեցիք եւ հայտնի դարձաք հենց այդ օրվանից սկսած ել ավելի մեծ թվով մարդկանց համար, այլ նաեւ միջազգային լսարանը սկսեց ճանաչել ու սիրել։ Շնորհակալ եմ։ Դերասանների դեպքում հարցնում են դերը, գրողների դեպքում այն պատմությունը, իսկ երգիչների դեպքում այն երգը, որը սպասվում է, որը ցանկալի է, գուցե դեռ գրված չէ, բայց այն պատմությունը, որը ուզում եք պատմել մարդկանց։ Եթե դա արդեն կա մտքում, ինչպիսի տեսք ունի, եթե չկա, ինչի մասին կուզենաք երգել։ Այս պահին աշխատում եմ մի երգի վրա, որը նվիրված է մեր մեծ լեգենդ Շարլ Ազնավուրին։ Իմ գործընկերուհին Կարինե Գասպարյանը, որի հետ մենք ունենք համատեղ երգեր, նա եւս ստեղծել է երգ եւ մենք հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք։ Բայց մենք քանի որ տեխնոլոգիաները գնում են առաջ եւ երաժշտությունը եւ բառերը Կարինեինն է, բայց գործիքավորումն ու ձևակերպումը արհեստական բանականությունն է, որը որ այսօր շատ ակտուալ է եւ ինձ շատերը հարցնում են թե ինչ կարծիք ես ունեմ։ Այստեղ մի քիչ հումոր եմ անում, ասում եմ, բա հələ երգիչների գործին արհեստական բանականությունը չի խփի, որովհետեւ արհեստական բանականության մեջ չկա հոգի։ Իսկ երգի մեջ պետք է լինի հոգի։ Եթե հոգի չկա, դա արհեստական բանականությունն է։ Արհեստական երգեր կլինեն։ Արհեստական։ Այստեղ ոնց որ մի քիչ տուժում են երգահանները, բարգրողները, գործիքավորողները, երգիչը այդքան չի տուժում, եթե իհարկե եւ ես ունեմ երկու երգ, որը որ արհեստական բանականության միջոցով է ստեղծվել, բառերը դրվել է, առանձնովկան, բայց վոկալը բնականաբար իմն է։ Հիմա այս երգը, որ մենք պատրաստում ենք անել, մեր մեծ լեգենդին աշխարհահռչակ Շարլ Ազնավուրին շատ գեղեցիկ երգ է եւ ֆրանսերեն է։ Ես ֆրանսերեն ընդհանրապես երգ չունեմ, ընդհանրապես չեմ երգել։ Առաջինն է լինել։ Առաջինն է։ Ինձ թվացել է որ միշտ ես ֆրանսերենը կարող է չկարողանամ արտաբերեմ այդ բառերը, մի քիչ ծիծաղելի լինի, ծաղրալի, ավելի լավ է ես չերգեմ։ Հիմա այդ էքսպերիմենտի մեջ ենք։ Հիմա այդ երգն ենք ուզում փորձենք, որը նվիրված է Ազնավուրին։ Իսկ տեսահոլովակի սպասենք։
Սպասենք, այո։ Գուցե էլի արհեստական բանականությունը խառնվի աշխատանքին։ Այստեղ էլ կարա ինքը ակտուալ լինի։ Օրինակ մարդիկ ասում են, «Ոյ, արհեստական բանականություն, ես համամիտ չեմ»։ Պետք է ճիշտ օգտագործել։ Պետք է ճիշտ իրան օգտագործել ու եւ ասեմ, այո, կան շատ որակով գործեր այնքան։ Իհարկե դա չի կարող փոխել մարդ արարածի գործիքավորողի գործը եւ այլն երկգրողի, որովհետեւ վերջերչո մարդն է, չէ՞ գրում։ Բայց ինքը կարա լինի ակտուալ եւ օգտակար։ Քանի որ մտովի ճամփորդեցինք, հիշեցինք անցյալում տեղի ունեցած համերգները, եկանք մինչև մեր օրեր ու խոսեցինք նաև սպասվող համերգի մասին, այնուամենայնիվ մենք ակնկալում ենք նաև լսել պատմություններ կուլիսային, որոնք տեղի են ունեցել, որոնք զարմացրել են, զայրացրել են գուցե այդ պահին ձեզ, բայց հետո միշտ բարի ժպիտով ու ծիծաղով եք հիշում ու հիմա արդեն պատրաստ եք նմանատիպ իրավիճակներին, օրինակ համերգների ժամանակ։ Որ հիշեցիք, ասացիք ջղայնացած եք, հիշեցի մի պատմություն, բայց հույսով եմ, որ այս անգամ չի լինի։ 2008 թվականին նոր ալիք մրցույթից հետո վերադառնալիս ես որոշում եմ մեր օպերայի դահլիճում Սպենդերյանի դնել մենահամերգ։ Դնում եմ մենահամերգ եւ Հայաստան երգի ժամանակ հրավիրում եմ ուրեմն այդ խորը, որ պետք է, հա, երգչախումբը, որ պետք է երգի, որը որ տեսահոլովակում էր հենց երգում։ Կարում եմ մեծ դրոշ 7 մետր բարձրությամբ, 11 մետր երկարությամբ, որ ընդհանրապես Հայաստան երգի վերջի պահնա պետք է այդ բարձրանա։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ պլանավորված, պատրաստված, հա, իմ առաջին մեծ մենահամերգը, օպերա, վաու, սենց, իդեպ չունեի այդ ժամանակ երգեր, բացի Հայաստանից, Кто երգը եւ We Are the Champions, նովայ վալնայից հետո, բայց լցվում է դահլիճը, մարդիկ տոմսերը առնում են, պատիվ, արտիստի համար այն էլ որ այդ ճանապարհով նոր գնում ես 40 վայրկյան էր պետք, որ վերջի այդ 40 Հայաստան պետք է դրոշը բարձրանա, այդ խորը երգի դրոշը հետևը փորձերի ժամանակ եղավ դա, համերգի ժամանակ դա չեղավ։ Հիմա ես որ երգում եմ, դե ես գիտեմ, չէ, ինչ ալինելու, ասենց նայում եմ երգելու ժամանակ աչքի տակով, տեսնում որ դրոշը չի բարձրանում, երգնելու հա չեմ նորից կրկնելու։ Ահա որ զայրացած է, տեխնիկական խնդիր այնտեղ եղավ եւ մարդկային նաեւ գործոնը իր դերը խաղաց այդ ժամանակ։ Հիմա չեմ ուզում ճիշտ է եթերով ասել, բայց շատ բան փոխվեց այդ ժամանակ եւ այդ զայրույթը կյանքում չեմ մոռանա, տեսեք անցել է տարիներ եւ 10 տարի անցել է, ես դա հիշում եմ։ Բայց հիմա ժպիտով եք հիշում ու ժպիտով եք պատմում այս պատմությունը։ Ժպիտով եմ հիշում, որովհետեւ դա նաեւ տալիս է քեզ որպես արտիստի, որպես բեմի մարդ կամ ստեղծագործող, որ դու ուշադիր լինես։ Ամեն պունկտ, ամեն տեղ, ամեն ինչ ճիշտ անես, էլի։ Միգուցե իմ բաց թողումներ, միգուցե ես պետքա, ասենք, այդ կնոպկա սխմողը, որ պետքա բարձրանա այդ մարդը, միգուցե չգիտեմ, պլիտկա կոնֆետ տա իրան, բամբան երկա տա, որ ինքը չմոռանար դա սեղմեր կամ փորձեր, որ դա աշխատեր, հա։ Չգիտեմ, այսպես բաներ է տեղի ունենում, բայց դե հիմա արդեն լրիվ ուրիշ ձև է, հիմա տեխնոլոգիան, արհեստական բանականությունով, ռեժիսորով ժամին, կետին, վարքյանին, բարձրանում, իջնում, վառվում, հա, դա էլ էր այդ էտապ, այդ եմ հիշում։ Ու համերգները ընդհանրապես դե կենթանի շփումն է հանդիսատեսի հետ, ինչ ասես հնարավոր է որ լինի։ Հանդիսատեսի արձագանքը երբևէ եղել է որ լինի գուցե զարմանալի, զավեշտալի, սկսեն երգել ձեզ հետ օրինակ, բայց տարօրինակ ձայներով։ Դա միանշանակ, ես միշտ երգացնում եմ իմ հանդիսատեսին, ուզում եմ որ նրանք նույնպես մասնակից լինեն։ Օրինակ Բաբաջանյանի համերգս 2010 թվականին հանրային հեռուստաընկերությունն է իդեպ դա միշտ եւ նկարահանել եւ հեռարձակել բազմիցս մի անգամ հաշվել եմ որ 12 անգամ այդ մենահամերգը հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է այդ ժամանակ Բաբաջանյանի երգերը գիտեին երգացնում էին պարտեր ամֆիթատրոն բալկոն սենց ոնց որ բան է անում էլի երկացնում է հանդիսատեսի հետ շփվում է բալկոն դուք ինձ լսում եք նա բալկոնը ամֆիթատրոն պարտեր ու սենց բեմադրում էիք տեղում հա հանդիսատեսին երբ որ դու որպես արտիստ ներգրավում ես նաև որ ինքը քեզ հետ մասնակցություն ունենա
դա շատ լավ է։ Իդեպ թատրոնում օրինակ գոլեգաները Ռաֆոն ու ոնց որ թե Անդոն, Ռաֆոն հենց բաներից Երանոսյան հենց ինքներինց պատմում, օրինակ ունեն ինչ-որ մի բեմադրություն, այդ Նովոյ Վալնայից հետո այդ տարիներին իրանք դուրս են գալի եւ հանդիսատեսն ասում «Իա, ժողովուրդ չհասկացա, հələ մի հատ давайте, հələ մի հատ ձերներ ասեմ, հələ մի հատ մգեր, Արմենիա» ու ժողովուրդը սկսեց ծափտայր, էլի, ասեց շփում են նաեւ, ինձ էլ էին ներգրավում, այսինքն նու տենց էր սցենարով իրանց Այո, արտիստը պետք է հնարավորինս, եթե հնարավոր է, թե սցենարով տենց, իհարկե ներգրավի։ Պետք է սեր, ջերմություն դալիճից եւ բարձր ծափեր, որն էլ մաղթում ենք, որ անդադար ուղեկցի ձեզ ձեր կյանքում։ Շնորհակալ եմ, իսկ արտիստներ պետք է լիովին տրվի իր մասնագիտությանը, առաքելությանը լինի անկեղծ իր հանդիսատեսի հետ։ Այդ ժամանակ սենց էներգիաներով փոխանակվում են, ես ստացվում եմ հանճարեղ ստեղծագործություններ։ Մենք շնորհակալ ենք, որ ձեր Կիրակի նորի առավոտը սկսեցիք մեզ հետ, անցկացրեցիք մեզ հետ, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում ու հուսամ նորից կհանդիպենք։ Շնորհակալ եմ, ես էլ նույնպես։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ, ելի հեռուստադիտողներ։